Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայն Հայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մարտի 25-ն է 2026 թվական։ Աշխարհաքաղաքական իրադարձություններ շատ կան, ուղղակի մի հատ կարճ անդրադառնամ, քանի որ այսօր ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի օրն էր։ Մի հարցի անդրադառնամ, այդ հարցին երկու տարբեր ձևով անդրադարձավ եւ Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյան։ Արարատ Միրզոյանը վերջերս էլ էր դրան անդրադարձել, ես խոսել եմ դրա մասին, բայց այսօր արդեն ոնց որ հստակ կոնցեպցիա ազգային ժողովի բարձր ամբիոնից հնչեցրեց, որն է Հայաստանի այսօրվա իշխանության խաղաղության կոնցեպտը։ Եթե ասենք հայկական մոդել ասենք, մենք դե քաղաքակրթության բնօրրաններից մեկն ենք, իսկ դա հասկանալու համար, եթե նենց դասագրքային ձևակերպումներ չանենք, գոնե այնքան խելք ու ունակություն ենք ունեցել, որ աշխարհից վերցրել ենք լավն ու առաջավորը եւ այնքան խելք ու ունակություն ենք ունեցել, ստեղծել ենք արժեքավոր բան, որը աշխարհն է վերցրել մեզանից։ Եթե մեզանից չվերցնեն, միայն այնքան խելացի ենք, որ ուրիշինը կարող ենք վերցնել, մենք հաստատ քաղաքակրթության բնօրրան չենք կոչվի։ Ինչու համար դա ասեցի, որովհետև հիմա հայկական մոդելը մենք թվում է թե մենք կարող ենք աշխարհին առաջարկել։ Ինչ ասում Արարատ Միրզոյանը, արդեն հստակ ձևակերպված։ Խաղաղությանը երաշխիքներին մոռացեք, միջազգային երաշխիքներ, այդ երաշխիքացավը վերջացրեք։ Խաղաղություն ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլ ցանկացած երկրի հետ դա պետք է լինի փոխշահավետ։ Քանի փոխշահավետ է, խաղաղություն կա, փոխշահավետ չէ։ Այսինքն թեկուզ մեկի համար դա շահավետ չէ, խաղաղություն չկա։ Մտածում եմ, հետաքրքիր է, իսկ չի կարելի, որ մենք դա տարածենք։ Այսինքն վերցնենք աշխարհին առաջարկենք հայկական մոդել։ Օրինակ ասենք Վենեսուելա, դու չհասկացար, որ քո նավթը որ շատ է, պաշարները, որ դա շատ դուր է գալի Դոնալդ Տրամփին։ Եթե դու խաղաղություն ես ուզում, դա պետք է լինի փոխշահավետ։ Չէ՞ որ դու չհամաձայնվեցիր Դոնալդ Տրամփի պայմանին, քեզ տարան գցեցին Ամերիկայի բանտ, բայց քո փոխարեն ով որ եղավ համաձայնվեց Տրամփի պայմանին եւ ոնց որ թե աշխատում, այս համակարգը չի փոխվել։ Ամերիկան խաղաղություն է որոնում միտեղ, նավթը արդեն գտած է։ Հենց երկիրը իր կառավարության տակ է, խաղաղություն պետք չի, որովհետեւ դիկտատորն ավելի հեշտ է կառավարում։ Իդեպ դա ավելի շատ, այսպես ասած, շարունակում է այդ քաղաքականությունը Դոնալդ Տրամփը, որտեղ դա վաղուց մոռացված քաղաքականություն էր, նոր չէր Ամերիկայի համար, բայց արդեն մոռացված էր։ Այսինքն հիմա մենք ուզում ենք իմանանք Վենեսուելայի հիմա էլի խաղաղություն է, ուղղակի Ամերիկայի վերահսկողության տակ։ Կուբայում արգելափակված է, բլոկադայի տակ է։ Մինչև որ սովամահալնեն եւ համաձայնեն Դոնալդ Տրամփի պայմանին եւ դառնան Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից վերահսկվող պետություն։ Հարցը այն չի, որ Վենեսուելան ու Կուբան վիճակները շատ լավ է։ Իրանց ժողովրդի համար է շատ վատ է, հազար ու մի խնդիրներ կա։ Մենք ոչ չենք ասում Վենեսուելայում կամ Կուբայում վիճակը վատ է։ Բայց մի երկիր որոշում է, որ ինքն է որոշում, որ այդ վիճակը վատ է, ավելի կվատացնենք, մինչև խելքները այդ գլուխները գա, մենք այդ երկիրը կվերցնենք։ Հիմա հայկական խաղաղության մոդելը ո՞նց է աշխատում։ Այսինքն Կուբայի եւ Միացյալ Նահանգների փոխշահավետը ո՞րն է։ Ոնց անենք այդ խաղաղությունը, որ երկուսին է ձեռք տա, օրինակ ոնց անենք, որ մենք Ալիևի համար այնքան ձեռնտու ունենք, որ իր հարևանը մենք ենք, այնքան ձեռնտու ունենք, ոչ թե իր հարևանը լինի Էրդողանը, այսինքն ինքը ուզենա, որ Հայաստան պետությունը չլինի եւ ինքը հարևանը լինի Թուրքիայի հետ։ Խաղաղությունը, այսինքն երաշխիքը բանակը չի, երաշխիքը արտաքին քաղաքականությունը չի, երաշխիքը փոխշահավետությունն է, որ այսինքն իրանց ապրանքը գալիս է Հայաստան ու իրանք գոհ են։ Հետո էլ մենք կարտահանենք, իրանք նորից գոհ են։ Քանի որ մեր տարածքով իրանք կարող են Նախիջևանի հետ շփվել, ուրեմն իրանք գոհ են։ Իրանց պետքա այլևս այդ փոխշահավետ պայմանավորվածության պարագայում արևմտյան Ադրբեջանը իրանց այլևս պետք չի, որովհետև Հայաստանն արդեն իր ուզած սրտի պետությունն է։ Այսինքն դուք պատկերացնում եք այս հարցի ամբողջ կոնցեպտի անլրջությունը։ Ֆինլանդիան եւ Շվեդիան չմիացող երկրներ էին։ Նրանց ընդհանրապես պետք չէր ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։
Ինչներին էր պետք։ Ինչ խնդիր ունեին իրանք։ Փաստաթղթերը ստորագրած խորհրդային միության հետ։ Ֆինլանդիան ընդհանրապես մոռացել էր Կարելիայի մասին։ Ընդհանրապես ասել էր մեզ հանգիստ թողեք, մենք մեր հարևանների հետ նորմալ ապրում ենք, ժողովուրդ ջան, դուք ես զբաղվեք ձեր գործերով։ Բայց երբ որ այդքանից հետո բարեկեցիկ երկրներ, ցանկացած հաշվարկով որպես սոցիալական պետություններ ու բարեկեցության մակարդակը, երջանկության մակարդակը նայեք, ինչ գործածով հաշվեք, Ֆինլանդիան ու Շվեդիան առաջի հնգյակի մեջ կլինեն, առաջի եռյակի մեջ կլինեն, ուրիշ ցուցանիշներով առաջի տասնյակի մեջ կլինեն։ Դրանք երկրները, որոնց ընդհանրապես չի հետաքրքրել պատերազմը։ Բայց ինչ է իրանց դրդեց դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Մի բան Ռուսաստանը կանգնեց ու ասեց իմ շահերից է բխում կենսական, ես վերցնեմ իմ այն տարածքները, որը ժամանակին եղել է խորհրդային միության կազմում, բայց քանի որ խորհրդային միության կազմում Ֆինլանդիան չէր մտնում, ուրեմն իրան պետք է նաև ցարական Ռուսաստանը հիշի, որովհետև մոռանալով, որ հենց ցարական Ռուսաստանից հետո, հեղափոխությունից հետո իրանք այդ անկախությունը տվեցին Ֆինլանդիային։ Ֆինլանդիայի ինչին էր պետք դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։ Ինչ այնքի ուզում էր պատերազմեր Ռուսաստանի հետ։ Այսինքն այդ խաղաղության կոնցեպտը ո՞րն է, որ լինի փոխշահավետ։ Ոնց է պատկերացնում։ Իսկ պատերազմների նպատակը, նվաճողական պատերազմների նպատակը, հանքահունքային ռեսուրսներին տեր կանգնելու նպատակը, տարածքային պրետենզիաները իրացնելու նպատակը, ընդհանրապես պայմանավորված է նրանով, որ իրար հետ առևտուր են անում։ Ու դրա վրա կառուցած է խաղաղություն, ու մեզ ասում են դրա վրա կառուցած խաղաղության վրա ինչի եք մտածում, որ դուք խաղաղությունից խոսացեք, ինչ գործ ունեք պատերազմից, գնացեք համերգա, թռչկոտեք, ինչ ապագան այսօր է, վերջապես մեր վզից հանեցին են պարանը, մենք հիմա անկախ ենք։ Անկախությունը ով է երաշխավորը, միջազգային երաշխիք կա, դե եղբայր, դե լավ էլի, ու իրանք են ասում, ոչ մի փաստաթուղթ երաշխիք չի, ու իրանք են ասում, ոչ մի միջազգային երաշխավոր երաշխիք չի։ Այսինքն միջազգային երաշխավորը երաշխիք չի, փաստաթուղթ միջազգային երաշխիքով երաշխիք չի, երաշխիքը խաղաղության միայն փոխշահավետությունն է։ Այսինքն Թուրքիան, որ ուզում է Թուրանը վերականգնի, եւ որ այդ ճանապարհին իր համար խոչընդոտ է Հայաստանը, ինքը պետք է մտածի, որ ավելի լավ է Հայաստանը, որպես պետականորեն ընդունված քրիստոնեությունը առաջի պետությունը Հայաստանը մնա որպես իր հարևան, ոչինչ, կլինի մեծ թուրքական պետություններ են ուզում ստեղծեն, արանքը մի հատ քրիստոնյա պետություն կլինի, գլուխները կգովան, որ կասեն, տեսնում եք, մենք թուրքական պետությունները միավորել ենք, արանքում էլ մի հատ քրիստոնեական պետություն է մնացել, առաջինը, որ ընդունել է պետականորեն քրիստոնեությունը։ Դուք լուրջ հավատում եք, որ սա աշխատող մեխանիզմ է։ Ոչ մեկը պատերազմ չի ուզում։ Պետք չի մարդկանց ասել, եթե դուք կասկածի տակ եք դնում ձեր իրանց խաղաղությունը, ուրեմն դուք պատերազմ եք ուզում։ Ոչ, մենք ասում ենք ձեր խաղաղության կոնցեպտը այնքան անլուրջ է, որ նույնիսկ ես մտածում եմ, բայց իմաստուններ այդքան ես դրա մասին խոսեի։ Այդ աշճանի անլուրջ է։ Աշխարհի այս բոլոր պատերազմները փաստորեն տեղի է ունենում, որովհետև չկա փոխշահավետություն, պատկերացնում եք։ Հենց որ փոխշահավետության մեխանիզմը գտնեիր, մի քանի վագոն ցորեն ուղարկեիր, վերջ, խաղաղությունը այլևս հաստատված է։ Քանի տարով, մի 1000 տարով։ Դե հիմա դուք պատկերացրեք գործից հասկացող մարդկանց վիճակը, որ այս ձևով իրանց խաղաղության նշաններով ողողել են ամբողջ երկիրը, որ իրանք խաղաղություն են բերել, իսկ այդ խաղաղության երաշխավորը իրար հետ առևտուրն է։ Յոջատ ազնվությամբ այս խելքով արտաքին քաղաքականություն են վարում, այս խելքով պետություն են ղեկավարում։ 8 տարի հետո իրանք հանգել են նրան, որ ինչու է կռվում։
Ուրեմն միջուկային զենք են արտադրում, որպեսի ունենան զսպման մեխանիզմ, որ որևէ ագրեսիվ հարևան չփորձի իր վրա հարձակվի։ Միջուկային զենքում զանգվածային ոչնչացման զենքեր են ստեղծում, որոնք միջազգայինորեն արգելված են, բայց ասում են չես իմանա, եթե հանկարծ հարևանս կցանկանա ագրեսիվ քաղաքականություն վարի, հեչել միջազգային արգելքների վրա, կօգտագործենք դեմը կառնենք։ Այսօր Եվրոպան մի հսկայական քաղաքակրթական հին աշխարհ առավոտից իրուգու զինվում է, համախառը ներքին արդյունքի 5%-ը ցանկանում է դարձնել ռազմական ծախսեր, ու խելքը չի հասնում, որ այ մարդ առևտուր արեք, ինչ զենք, չեք հասկանում այդ հասարակ բանը։ Դուք պատկերացնում եք, Ժողովուրդ ջան, այս ձևով հիմա դուք որ ասում եք, պատկերացեք աշխարհը ձեր մասին ինչ կարծիք է կազմում։ Սենց լսում է, ասում է, փաստորեն Հայաստանը Եվրամիության անդամ բոլոր երկրների մեղադրում է, որ դուք բանի գործից տեղյակ չեք, դուք չեք հասկանում, որ ավելի լավ է իրարից ցորեդ առնել, քան զենք առնել, կամ զենք արտադրել։ Սենց մտածում ասում են, այ մարդ, տենաս ոնց խելքներս չի հասել, Ադե Հայաստանն ուրիշ է, էլի, հին երկիր է, էլի, միանգամից երևում է խելքի մակարդակը։ Ամբողջ աշխարհը կռվի մեջ է, կրակի տակ են տվել աշխարհը, քու հարևանությամբ արաբական երկրները վառվում են, որովհետև նավթին են խփում են տուրիստական, միլիարդ հատեր երկրները վայելում էին կյանքը։ Արդեն հասել էին նա անապատներ ու քաղաքներ էին ստեղծում, ենթակառուցվածքներ էին ստեղծում։ Արդեն ասում են վաղը նավթը չի լինի, գիտական տուրիզմ, գիտություն, զբոսաշրջություն, բանը, այդ անշարժ գույք, հազարով մի հարցեր, առևտուր, ցածր տոկոսադրույքներով, այնպես անենք, որ գամ ողողեն այս երկիրը պարտեզ դառնա, եւ եկել այդ պարտեզին խփում է մի հատ իրանական հրդիռ, շուռ ես գալի տենում ես, պահո, պարտեզը չկա։ Ու շուռ ես գալիս ասում ես, այ ժողովուրդ ջան, չէի կարողանում Իրանի հետ առևտուր անեիք, որ ինքը ձեզ չխփեր։ Բա, ժողովուրդ ջան, նենց որ ես կարծում եմ, որ հայկական խաղաղության մոդելը պետք է ներկայացնել Նոբելյան մրցանակի, ոչ թե անձին, այլ ՔՊ-ին։ Այսինքն կազմակերպությանն են իրանք տալիս Նոբելյան մրցանակ։ Այսինքն այդ նշանը կդնեն խաղաղության ու կգրենք, ասեն ժողովուրդ ջան, եթե ուզում եք աշխարհին խաղաղություն լինի, ուրեմն մեր լեննականցիների ասած աշխարհին խաղաղությունը լի ջահանդամ թե պատերազմ չի լինի։ Ներկայացրեք եւ ձեզ հաստատ Նոբելյան մրցանակ կտան, Տրամփն էլ կնախանձի ու կհարվածի Հայաստանին։ Կասի այդ մրցանակը եթե 5 րոպե հետո վազելով չբերեք տակ ինձ, ես Հայաստանը կվերցնեմ իմ տիրապետության տակ։ Ես այն չի այսքան անդրադարձա դրան, որտեղ պատկերացրեք ձեր ուղեղը ոնց են հալում։ Պատկերացրեք ոնց են ցանկանում մարդկանց զգոնությունը բթացնել, պատկերացրեք ոնց են մարդկանց ասում, իսկ դու խաղաղություն չես ուզում, ուրեմն պատերազմ ես ուզում, իսկ մենք խաղաղություն ենք ուզում, եւ այդ խաղաղությունը վագոն մտնում է Հայաստան։ Այ մարդ, ես դիպլոմ ունեմ այդ գործով, առևտրաարդյունաբերական արտադրական միավորում էլ գլխավորել եմ, էլի։ Ես չէի իմացել, որ կարելի աշխարհին խաղաղություն լնել առևտրով։ Գիտեմ, առևտրական շատ բաներ գիտեմ, թե ինչպիսի ճանապարհներ են բացել առևտրականները, թե ինչպիսի քաղաքակրթական ձեռքբերումներ ունեցել են, որ նրանք գնացել աշխարհ են մանեկել, բերել են դրսից, ստեից տարել են, առևտրի միջոցով շփում են ապահովել, այդ ես գիտեի, բայց որ խաղաղությունը կարաս արտահանես սրտիկով, ճիշտն ասած չգիտեի։ Դե ուրեմն հետ ենք մնացել ժամանակից, ժողովուրդ ջան։ Դրա համար դուք տեսեք, թե ինչքան է մեզ համար վտանգված մեր խաղաղությունը, որովհետև այս լոգիկան 8 տարի հետո իշխող քաղաքական ուժն ասում է հիմա գնում ենք ընտրությունների, եթե ընտրում եք խաղաղությունը, տվեք մեզ ձայն, խաղաղության երաշխավորը Ադրբեջանի հետ առևտուրն է կամ մեկ ուրիշ երկրի չի ասում մենակ Ադրբեջանի։ Իսկ հիմա մի հարց էլ ուղղակի նայենք Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հայտարարել է, որտեղ սա էլ ընտրությունների հետ կապված կարևոր հարց է, մի անգամից կանադառնա,
Հայաստանը դեռևս պատրաստ չէ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսել, չնայած Եվրամիությանն անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքի ընդունմանը, ներկայումս աշխատանքը հիմնականում կենտրոնացված է տարբեր ծրագրերի և բարեփոխումների իրականացման վրա, որոնց արդյունքներով հանրապետությունը պետք է սկսի համապատասխան Եվրոպական միության չափանիշներին համապատասխանել։ Այն պահին, երբ երկիրը սկսի համապատասխանել եվրոպական չափանիշներին, տվյալ հարցի վերաբերյալ կկայացվի քաղաքական որոշում։ Այս փուլում նման որոշում չկա, նշել է Կոստանյանը։ Այսինքն, հիմա տեսնենք ինչ է տեղի ունեցել, որովհետև երբ որ հարց էր բարձրացել, որ պետք է Հայաստանը հայտ ներկայացնի Եվրամիության անդամակցության, որևէ մեկը չէր ասում, եթե այսօր դիմում գրես անդամակցության, վաղը դառնալու ես Եվրամիության անդամ, բայց քեզ քո դիմումի հիման վրա սկսվում է գործընթաց, քեզ տալիս եմ որոշակի ժամանակացույցով պարտավորությունների մի հատ ցուցակ, դառնում ես ասոցիացված անդամ, որից հետո թեկնածու, որից հետո անդամ դառնալուց առաջ անում ես հանրաքվե։ Բայց մեր իշխանությունները ասեցին, որ մենք չենք ուզում հայտ ներկայացնենք Եվրամիության անդամակցության։ Քաղաքասարակության ներկայացուցիչները գնացին, ազգային ժողովում քննարկեցին, իշխանությունը կատեգորիկ մերժեց, նաև մերժելու ընթացքում հեգնեց, որ այսին ճանգրագետ բաներ եք անում, ով այսօր հիմա դիմում գրում Եվրամիության անդամակցության համար վերպետական կառույցին պետք է լինի հանրաքվե։ Հանրաքվե անդամակցության համար, ոչ թե դիմելու։ Ընդհանրապես անդամակցի, իսկ անդամակցությունը վերջի փուլն է, կարող է լինի 10 տարի հետո, կարող է լինի 20 տարի հետո։ Բայց պետությունը չի համաձայնվում գոնե դիմում գրի, դու ասում ես գոնե գնանք հանրաքվե անենք, պարտավորեցնենք օրվա իշխանությունը դիմում գրի։ Եվ դրա համար նախաձեռնվեց ստորագրահավաք, 60,000 ստորագրություն հավաքվեց, բայց իշխանությունը դեմ էր։ Հետո իշխանության հետ պայմանավորվեցին, հանդիպեցին, իհարկե իրանք լավ են հասկանում, որ ես տեղեկացված եմ, թե ներսում ինչա կատարվում։ Ինձ համար բարդ չի իմանալ, անգամ փակ գաղտնի հանդիպման ժամանակ ինչ են խոսացել։ Հիմա դες չեմ ասի, եթե իրանք կհերքեն, կասեմ։ Իրանք պարզապես Նիկոլ Փաշինյանին բացատրեցին, որ ինչի տա պետք, որ դեմ է սլնում, բեր հիմա այս օրենքը ընդունի, որը ոչ մի պարտավորություն իր մեջ չկա։ Վերցրենք, նայենք, ընդհանրապես գրածա սկսում ենք գործընթաց։ Վերջ։ Եթե մենք այդ օրենքը ընդունում ենք, մենք բավարարված ենք, մենք չենք ասում, որ մեր հայտը չի կատարվել եւ գնում ենք 300,000 ստորագրություն հավաքենք, պարտավորեցնենք իշխանությանը դիմում ներկայացնի, մենք բավարարված ենք արդյունքով։ Եվ այդ ընթացքում, երբ որ ես տեսա, որ քաղաքասարակությունը ընդհանրապես նպատակ չուներ ստորագրահավաք կազմակերպի, որտեղ եթե իշխանությունը մերժել է, իրանք էլ իշխանության հետ լավ հարաբերություններ ունեին, իրանք չէին գնա առճակատման։ Բայց ես երբ որ ասացի, որ բերեք նախաձեռնենք դա անենք, մարդկանց հայտարարեցի, հայասարական կազմակերպությունը բացեցինք, ամեն ինչ արեցինք, նաև ասիկ սկսում ենք, Ժորժ, այսի մալիքով ասել եմ, սկսում ենք, եւ այնպես ստացվեց, որ իրանք շատ արագ այդ նախաձեռնությունը արեցին, ես հետ քաշվեցի, որտեղ ասի, եթե անում եք արեք։ Բայց երբ որ ինքան արեցին եւ օրենքը ընդունվեց, արդեն օրենսդիրը ասում է 6 ամսից շուտ չի կարելի նույն հարցին անդրադառնալ։ Բացի դրանից, եթե 6 ամիսն անցնելուց հետո էլ ես կանգնեի ասեի, բերեք Ժորժ ջան, 300,000 ստորագրություն հավաքենք, պարտավորեցնենք իշխանությանը դիմում գրի, պետք է ասեն, այ մարդը օրենքը ընդունված է, ինչ եք ձեզանից բան ընդանում։ Ժորժ ջան, ամեն ինչ լավ։ Ամեն ինչ արեցին, որ դա ձախողվի, եւ կարծում էին, որ այդ ամեն ինչը կվերագրեն իրանց, որ այ իշխանությունը այդ օրենքը ընդունեց, մեզ տանում է Եվրոպա, եւ իշխանությանը սատարող ընդդիմադիր ուժերն էլ արևմտամետ ժողովրդին ասեն, մենք ենք ձեզ Եվրոպա տանելու օրենքը նախաձեռնել, այդ փառքը մերն է, իրական արևմտամետները մենք ենք, այն մյուսները չեն։ Բայց երբ որ գնացին Գյումրիի ընտրությունների ժամանակ բախվեցին Գյումրեցու հետ, որն ասեց, այդ ինչ խաղեր եք խաղում, եկել եք ստեղ Նիկոլի խաղեր եք խաղում, ու դուք ուզում եք հիմա ձեր ձայները ստանաք, որը դա Նիկոլ Փաշինյանինն է, ասին չէ, եթե որպեսի հանկարծ չձախողվեն, ասին չէ, մենք չենք միանա իրանց, բայց մեկը Գյումրեցին մերժեց, բայց նրանք ցանկանում էին Գյումրում գնալ ընտրության Եվրոդաշինքով, եւ արդյունքում հաջողությունից հետո այտենց գնալ համապետական ընտրության։ Բայց երբ որ ձախողվեցին եւ տեսան, որ մարդն ասում է, եթե Նիկոլ Փաշինյանին պետք է ընտրենք, էլ դուք ով եք, այդ ձեր միջնորդին ինչ ենք ընտրում, եթե Նիկոլ Փաշինյանին տանել չենք կարողանում, էլ դուք ով եք։
Եթե դուք ասոցացում եք Նիկոլ Փաշինյանի հետ, ել ձեզ ինչի ենք ընտրում։ Արդեն բաժանվեցին մասի, փորձեցին մի մասը իր բախտը արդեն վաղարշապատի ընտրությունները մտեղել ձախողվեցին, արդեն միասնական դաշինքի տեսքով հանդես գալ չէին կարող, որովհետև դա չաշխատեց։ Առաջից ստեղծված պայից ձախողվեց, որովհետև Գյումրու ընտրության ժամանակ ընդամենը մի ընտրությունն էր, ոչ թե համապետական, ամբողջ ռեսուրսը դրեցին հասարակական կազմակերպություններ, անվանի գործիչներ, որոնք ասոցացվում էին արևմուտքի հետ, մեծ փորձ ունեցող, մեծ կապեր ունեցող բոլորը սա տարեցին ու ձախողվեցին։ Այդքան ուժ անցավ, 5 ուժ էր, ինչ էր, իսկ իրանք դրա մեջ չէին։ Հիմա իհարկե նրանցից մեկը արդեն դժգոհեց, հասկացավ, որ այս արած գործից ոնց որ փայ չհասավ իրանց, դժգոհեց մի կողմ քաշվեց, բայց դա հենց հարցը չփոխվեց։ Դա հենց հարցը չփոխվեց, որովհետև այսօր պետությունն ասում է, ես այդ ճանապարհով չեմ գնալու։ Այդ օրենքը ընդունել ենք, բայց դա ոչ մի բան չի նշանակում։ Այդ ընդունել ենք, որպեսզի ասենք, ժողովուրդ ջան, մենք ձեզ արևմուտք ենք տանում, բայց տեսան, որ խաղը երկարեց, չկարողացան դա այդպես երկար պահել։ Ստիպված բացահայտվեցին ու ասեցին, որ չէ, ժողովուրդ ջան, մենք ձեզ արևմուտք չենք տանում, բայց արևմուտքից կբերենք դիտորդներ, հանկարծ երկիրը Ռուսաստան չտանեն։ Բայց ընդամենը վերջերս Նիկոլ Փաշինյանն էր զանգում Պուտինին, հարցերը պայմանավորվում։ Դրա համար հիմա դա ես կապեմ ընտրության հետ, որ ուղղակի դուք իմանաք։ Եթե մարդիկ այսօր մեզ վախացնում են, որ եթե Ռուսաստանը չի, ուրեմն Թուրքիան է, սա նոր բան չի։ Ես հիշում եմ, որ նոր քաղաքականության մեջ մտել էի, ինձ շանթ հեռուստաընկերություն կանչում էին 20 տարի առաջ։ Այն ժամանակ կոմունիստներին էին կանչում, սենց թունդ կռիվ էր գնում, որտեղ մենք ասում էինք Հայաստանը, Եվրամիություն, ՆԱՏՕ, Ամերիկա, սրանք ասում էին չեք խոսում, ոնց կարելի է Ռուսաստանի հետ տենց խաղեր տալ, բեր վրա կզայրանա ու չեք պատկերացնում ինչ կանի։ Ու ես այդ ժամանակ ասում էի, այսինքն ինչ կանի, մեզ կգցի Թուրքի բերան։ Ես մի օր չարչարվեմ կգտնեմ նաև այդ ցայնագրությունը եւ ձեզ ցույց կտամ են հին բաների վրա, ժապավենների վրա էր։ Ուղղակի հիմա ժամանակ չեմ գտնում, բայց բառացի հիշում եմ։ Այսինքն ասում ենք ոչ թե վախենում ենք Թուրքիայից, այլ վախենում ենք Ռուսաստանից, որ մեզ չի գցի Թուրքի բերա, բա այդպես դաշնակիցը մերեն չի նա պետք։ Հիմա այսօր 20 տարի անցե, այսօր նորից մեզ վախացնում են, որ եթե Ռուսաստանը չի, ուրեմն Թուրքիան է։ Ինձ թվում է, այն դեժավյու, որ ասում են, դա է։ Ժողովուրդ ջան, երբ որ մենք ասում ենք, եթե Նիկոլը չի, ուրեմն Սերժն է կամ Քոչարյանն է կամ հիմա էլ Սամվել Կարապետյանն է, ինչ ուզում եք Նիկոլը լինի, չէ, ուզում եք մենք լինենք, Նիկոլը չլինի, չեք տեսնում։ Ասում եք ինչ է, չեք ուզում ռուսներն լինեն, ուզում եք Թուրքիան, չէ, ժողովուրդ ջան, ուզում ենք Եվրոպան լինի։ Ու այնպես ստացվում է այդ այլընտրանքը ոչ միայն այլընտրանքը թե այս իշխանության թե նախկինների կամ է ռուսամետների հանկարծ չասեն մենք նախկին չենք, լավ էլ նախկին եք, բայց ուզում եք դենց ասենք ռուսամետների, ոչ միայն այլընտրանք թե սրանց, այլ նաև այլընտրանք, որ մեկը ասում են եթե հաղթի մեզ տանելու է Թուրքիա, մեկը եթե հաղթի մեզ տանելու է Ռուսաստան, իսկ մենք ասում ենք ճանապարհը դեպի Եվրոպա է։ Այսինքն այլընտրանքը նաև գաղափարական է։ Մենք ուզում ենք, որ մենք դա տեսնենք մեր ապագա սերունդի համար ժողովրդավար բարեկեցիկ անվտանգ Հայաստան ունենանք։ Դրա համար ինչքան ներվեր, էներգիա, ռեսուրս պետք է դնենք, կարողանանք դա անել, որ մեր գալիք սերունդը ապրի այդ պայմաններում, երաշխավորված պայմաններում, որովհետև երբ որ մեզ ասում են, որ երաշխիքը փոխշահավետությունն է ու հասկանում են պրիմիտիվ ձևով առևտուրը, ուրեմն Հայաստանը որևէ երաշխիք չունի։ Իսկ Հայաստանը եթե լինի քաղաքակիրթ մի ակումբի անդամ, անվտանգությունը ակումբի մեջ արդեն լուծված է։ Ու այդ դեպքում ընդհանրապես դրսի աջակցությանը ոչ մեկն չի դիմում։ Եթե Եվրոպան ունի եվրոպական անվտանգություն, դու լինելով այդ ընտանիքի անդամ, դու ոչ միտեղ չես գնում, իրանք են գալիս հասնում քեզ։ Ու այդ ընտանիքը ապահովում է անվտանգությունը, այսինքն մեզ դրսի երաշխավոր պետք չի, որտեղ ընտանիքի անդամ ենք, էլ ի՞նչ դրսի երաշխավոր։ Մենք դա ենք առաջարկում։ Ու ասում ենք, այո, Նիկոլ Փաշինյանի եւ Սամվել Կարապետյանի այլընտրանքը այն ուժերն են, որոնք հստակ ասում են, ոչ նրանք կմիանանք, ոչ նրանք կմիանանք։ Ոչ
նրանք կմիանան Գյումրի 2 կանենք, որ ռուսամետները միանան իրանց տեխնատուն անցկացնեն։ Ոչ թե նրանք կմիանանք Երևան 2 անենք, որ ընդդիմադիր ձայները տանեն, հետո տան Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետին։ Ոչ նա, մերժելի է։ Սա է։ Եվ այդ դեպքում արդեն Թուրքիայի եւ Ռուսաստանի այլընտրանքը Եվրամիությունն է։ Բարեբախտաբար արդեն իր անվտանգային համակարգով։ Այնպես որ եթե խոսում ենք դրա մասին, այդ շանտաժը ժողովուրդ ջան, մեռանք լսելով էլի, եթե դուք Ռուսաստանին դեմ եք, ուրեմն Թուրքիային եք կողմ։ Այսինքն վատ եք լսում, հա, որ ասենք եթե Ռուսաստանին էլ ենք դեմ, Թուրքիային էլ ենք դեմ, ու կողմ ենք Եվրամիությանը։ Բարդ է այդքան հասկանալ։ Այսինքն այդ պրիմիտիվ շանտաժն ինչի համար է։ Դրա համար ես ուղղակի ասեմ ու ամփոփեմ, հասկանում եք թե ինչ դաժան պայքար է գնում այս երկուսի հետ, որոնք որ ուզում են ասեն մենք ենք, ուրիշ ոչ մեկը չկա, եւ մեկ էլ այլ ընտրանքն էլ կամ Թուրքիանա կամ Ռուսաստանը։ Այսինքն հոմենակ հարցը նա չի, որ մենք կարողանանք հասկացնենք, մեր ասածը պնդենք ու ասենք որ դա տասնամյակներով պնդել ենք, սա ինչ-որ իրավիճակային բան չի կապված այս իշխանության այն իշխանության։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է մենք օրենքը ընդունեցինք, բայց Վրաստանում բան փոխվեց, մենք հետ քաշվեցինք, նշանակում է Իրանը իրավիճակային է, օրվա կուրսով։ Մերը իրավիճակային չի, որտեղ 2004 թվականին ես քաղաքականություն մտել եմ այն նպատակով, որ կարողանանք ճանապարհ բացենք Եվրամիության, ՆԱՏՕ-ի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ռազմաքաղաքական, տնտեսական, փոխշահավետ համագործակցության։ Իմ քաղաքականություն մտնելու նպատակը դա է եղել 2004 թվականին։ Չի կարող լինի իրավիճակային։ Իրավիճակային կարող է լինել Նիկոլ Փաշինյանի համար։ Իրավիճակային կարող է լինել այս գործիչների համար։ Դրա համար ես իմ ասածը որն է, նաև մեր ձայնը տեղ հասցնելու համար, երբ որ ասում ենք, դուք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյանի YouTube ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, նրանք ովքեր ցանկություն կունենան ալիքին օգնելու նյութերի տակ նկարագրական մասում կա բոլոր հնարավոր տարբերակները, դա PayPal կլինի, Ամերիկայի Միացյալ Նահանգներում դե PayPal-ը օգտագործվում, Patreon կլինի, դա կլինի բանկային փոխանցումներ, դա կլինի արագ փոխանցումներ, դա կլինի քարտային փոխանցումներ, բոլոր հնարավոր տարբերակները կա։ Ու մի անգամ եւս ասեմ, ես 3 տարի պարբերաբար ասում եմ, անկախ ամեն ինչից, ես քանի աչքս տեսնում է եւ քանի խելքս հասնում է, ես ձեզ համար ելույթ ունենալու եմ, գտնելու եմ հնարավորություն, որ ալիքը աշխատի, գտնելու եմ հնարավորություն տեխնիկական ինչ բան էլ կարիքը լինի, կարողանանք առնել, անել եւ համապատասխան մարդկանց հետ դա անել։ Ուղղակի երբ որ մենք ասում ենք նաեւ ձեր օգնության կարիքը կա, դա չի նշանակում, եթե չօգնեք ալիքը փակվելու է։ Դա նշանակում է, որ օգնության դեպքում ավելի արդյունավետ կարող ենք անել, ավելի շատ հարց կարող ենք լուծել։ Մանավանդ որ տեսնում եք, թե հիմա խաղադրույքներն ինչպես են մեծացել, ինչպիսի պայքար է գնում, ասես փողի քսակների պայքար է գնում։ Դրա մեջ մենք ընդհանրապես ուզում ենք արդյունավետ ձևով կարողանանք ներկայանալ։ Եվ բացի դրանից էլ նույնն էլ վերաբերում է ընտրություններին։ Դուք տեսնում եք, որ ընտրությունների հետ կապված ինչպիսի խաղադրույքներ են, ինչ հատ տեղի ունենում, ինչ ֆանտաստիկ ռեսուրս է դրվում։ Մենք բնական է այդքան ռեսուրս ոչ ունենք, ոչ է դրա կարիքն ունենք, բայց գոնե նորմալ արժանապատիվ Երևանու համար, գոնե կարողանալ մաքսիմալ ձևով մարդկանց ներկայացնել։ Մեր աշխատանքը նույն ձևի նաև բաժանորդագրվեք Գուրգեն Սիմոնյանի YouTube-յան ալիքին, նրա Facebook-յան էջին, հնարավորության սահմաններում կապվեք գրասենյակի հետ, կարող եք նրան աջակցել ֆինանսապես էլ նայեք, որտեղ բավական շատ մեծ հարցեր է առաջանում, դա նույնիսկ նաև իր անունից էլ ասեմ, եթե նույնիսկ դա չլինի էլ դրանից գործը չի ցախողվելու, որտեղ մարդը եթե մտնում է մի process-ի տակ, ուրեմն իր ուժերը հաշվարկում նոր է մտնում։ Հաշվարկելուց մտնելուց հետո երբ որ տեսնում ես ինչպիսի հարձակում է եւ ինչ է կատարվում, բոլոր կողմերից հարձակում, նշանակում է պետք է կարողանաս դրա դեմը առնես։ Ընդհանրապես արդյունավետ անելու մասին է խոսքը։ Մաքսիմալ շատ մարզեր գնալու, մաքսիմալ շատ թռուցիկների պես, բուկլետների պես բաներ բաժանելու, մաքսիմալ շատ կարողանալու տեղից ռեպորտաժ անելու, մի խոսքով բոլորը չթվարկեմ։ Այսինքն դա զուտ արդյունավետության մասին է խոսքը, որպեսզի կյանքի կոչենք մեր ծրագիրը, որպեսզի կյանքի կոչենք ձեր ծրագիրը, որպեսզի կյանքի կոչենք ձեր երեխաների ծրագիրը, նրանց ապագա ծրագիրը։ Այսքան մի բան։ Հիմա անցնենք աշխարհում տեսնենք ինչ է կատարվում, մինչև իհարկե աշխարհում անցնել է, ասել ասեմ, թողում են որ անցնենք աշխարհի գործերի։ Մակարդակը մեր երկրի քաղաքական բանավեճի սա է ժողովուրդ ջան, բա դրա համար ենք պայքարում։
Հայաստան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադառնալով ընտրական գործընթացն անլրջացնելու փորձերի էժանագին շոուներին ասել է, ոնց որ ինքնանպատակ է դարձել դիտումներ հավաքելը եւ կապ չունի, թե այդ դիտումը դու հավաքում ես ինչ կարգի կոնտենտի վրա։ Հիմա մի բան ասեմ, միգուցե կիսակատակ, կիսալուրջ ավելի դեպի լուրջ, քան դեպի կատակ։ Եթե որևէ քաղաքական գործիչ հայտնի դեմք Հայաստանում կոպիտ ասած էշի պես զռա եւ հավեսով զռա, կարծում եմ դիտումները միլիոններ կխփի։ Եթե դիտումներ հավաքելու գործիքը սա է եւ մարդ պատրաստ են նաեւ նման կերպ դիտումներ հավաքել, թող հավաքի։ Ես իրենց հասկանում եմ, անկեղծ ասած, ինչ պիտի ասեն, օրինակ լուրջ դիսկուրսի ժամանակ։ Մտամ թե ինքն էլ կոտորվեց լուրջ բաներ ասելով։ Աշխարհը կողքներս երումա, քո ասածներն ինչ հայշի պես զռալը չես ասում։ Եվ գիտեք հարցը ինչն է։ Այս պայքարը, որ գնում է Նիկոլ Փաշինյանը նույն մակարդակի պատասխանում է։ Ժողովուրդ ջան, այս մարդը եղել է Արցախի նախագահ, այս մարդը եղել է Հայաստանի վարչապետ, այս մարդը եղել է 10 տարի Հայաստանի նախագահ։ Պալատում է ապրել, թիվ 1 կեցավայրում, պալատում է աշխատել, թիվ 1 գրասենյակում։ Աշխարհի հետ շփվել է բարձր մակարդակի մարդկանց հետ, պալատներում հանդիպումներ է ունեցել, միլիարդներ է դիզել, աշխարհը շրջել է ֆանտաստիկ հնարավորություններ ունենալով 10 տարի հետո պաշտոնավարություն, այս մարդու մակարդակը այս շիպես զռալու օրինակ բերելն է։ Դուք հասկանում եք մենք ինչ ողբերգական վիճակի մեջ ենք։ Այսինքն մարդը նույնիսկ 10 տարի Հայաստանի վարչապետը նախագահ ալնելը բավարար չի եղել, որ ինքը այդ կարգավիճակին համապատասխան ձև ստանա, հասկանում եք։ Նշանակում է նյութը այդպիսին չի։ Որտեղ եթե մարդը իր առաջ նպատակ դնի, բառարանով չինարեն կսովորի, բարբառներն էլ կսովորի։ Եթե նպատակ չդնես, 10-12 տարում հայերեն էլ չես սովորի։ Այս մարդիկ ունակ չեն սովորելու։ Իրանք այդ նյութը չեն, հասկանում եք։ Եթե դու կոշիկ ես հագնում, տակը հարթ է, անգամ վարքագիծը տա փոխվում, կրունգով ալնում ուրիշ ես։ Եթե փողկապով ես վարքագիծը ուրիշ է, եթե սպորտային ազատ հագնված ես ուրիշ է, մաներատել է փոխվում։ Դուք պատկերացնում եք, եթե մարդը մի բան է հագնում, որը հարմարավետ է, ինքը իր վարքագիծը դրանից փոխվում է։ Այս մարդիկ պալատներում ապրելով ու աշխատելով, աշխարհ մանգալով մնացել են էշի զռռոցի մակարդակի։ Բա որ ասում են երկիրը փրկել է պետք, ու մարդիկ են գտնվում, որ մեզ ասում են, բա դուք էլ ինչի այդպես չեք խոսում, որպեսզի ձեզ էլ հասկանան է ախր։ Բա դուք էլ սենց մակարդակ չեք տեսնում մարդիկ ինչից են խոսում։ Այսինքն դիտողություն են անում, բա ինչի ես մակարդակի չեք իջնում, որ մարդիկ ձեզ լավ հասկանան, որտեվ շատ հարգում ենք մեր ընտրողին, որտեվ շատ հարգել ենք մեր հայրենակիցներին, անկախ նայած ընտրության կմասնակցենք, թե չէ հարգել ենք, հարգում ենք ու պետք է հարգենք, որտեվ մենք այդ ժողովրդի ծոցից ենք դուրս եկել, անհարգալից խոսել մի ժողովրդի մասին, որի ծոցից ես դուրս եկել, ուրեմն անհարգալից ես խոսում քո մասին, քո ընտանիքի մասին, քո ծնողների մասին ու բոլորի մասին։ Եվ հիմա այս ընտրությունը նաև այս ընտրությունն է, որ վերջի շանս ունենք այս բռի զորբաների ճիրաններից Հայաստան պետությունը գոնե ինչ-որ ձևով բերենք կոնստրուկտիվ դաշտ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այ մարդ, այս կրակվածները, այս ինչ կատակասեր են, սենց քեֆս բերում է։ Առաջարկում եմ պարոն Քոչարյանը էշի պես զռա, բայց հավեսով էլի, տեսնենք ինչքան դիտում կապահովի։ Սա երկրի վարչապետի արտահայտություն է, որը այսօր ուզում է մեզ բացատրի, որ ինքը խաղաղություն է բերել, որը մեզ ուզում է բացատրի, որ այս կողքերը, որ պայթեցնում են Իրանում, տամ, աշխարհում տեսեք ինչ ալնում, ինքը խաղաղություն է բերել ու բերել է այս մակարդակով։ Հիմա է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին։ Նախագահն ասաց ակնհայտ մի բան, սոցցանցերում տարօրինակությունները միշտ շատ դիտում են հավաքում, չկապելով դա որևէ անձի հետ, բայց Փաշինյանը ինչ-որ պատճառով դա ցավագին ընդունեց։ Հանգստացիր, թույլ տղա, զռալու գործում մրցակից չունես, գարուն է, սրացումները կարող են արտահայտվել գորգորալու, աման-չամանը փշրելու ու շորերը ճղելու, զռալու եւ այլ ձևերով։ Դա կշարունակվի մինչև հունիսի 8-ի առավոտ, երբ փոստատարը գժանոցի պավեստկեն բերի։ Հիմա դուք պատկերացնում եք ժողովուրդ ջան։
Հիմա հասկանում եք, որ չի կարելի մի կողմ նստել ու ասել այս ցածրաճաշակ գզվռտոցի մեջ չենք մտնում։ Բա մեզ պետք է, մենք կարող ենք ինտելեկտուալ զրույցներ վարել ու սրանց հետ սկի չշփվենք էլ։ Ժողովուրդ կործանում են մեր երկիրը ոչ թե դրսից, այլ ներսից։ Այ ձեր ցավը տանեմ։ Դուք պատկերացնում եք ինչ են դարձնում մեր հասարակությանը, եթե մեր հասարակության էլիտան բանի իշխանական եւ ընդդիմադիր ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը ունի Քոչարյանը ազգային ժողովում։ Էսա մեր իշխանության եւ ընդդիմության էլիտայի մակարդակը։ Հիմա ուզում եք Հայաստանը այս ճիրաններից անենք, այս անգրագետ զորբաների ճիրաններից, թե չէ։ Հիմա նայենք աշխարհը ինչ կհասցնենք, նայենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է. մենք բանակցություններ ենք վարում ճիշտ մարդկանց հետ եւ նրանք շատ են ուզում գործարք կնքել։ Նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե որքան են նրանք դա ուզում։ Թրամփի խոսքով Իրանը մեծ զիջում է կատարել Միացյալ Նահանգներին էներգետիկ ոլորտում։ ԱՄՆ նախագահը սա դրական զարգացում է անվանել եւ ակնարկել, որ զիջումը կապված է Հորմուզի նեղուցի հետ, որը Պարսից ծոցից համաշխարհային շուկա նավթի մատակարարման հիմնական ուղին է։ Հիմա մենք հերթական անգամ որոնում ենք գտնենք, թե ի վերջո ում հետ է Թրամփը բանակցում։ Միջնորդավորված ասում են 15 առաջարկ է ուղարկել, միջնորդավորված ասում են Իրանը մերժել է, բայց իրանք ասում են բանակցում ենք Իրանից ինչ որ մեկի հետ, Իրանից պաշտոնապես ասում են ամեն օր ասում են ընկեր ջան, մենք ու հետ չենք բանակցում, հերիքակու նավթային խաղերը բորսայական, կապես Իրանի հետ Իրանին էլ ձեր հետ միասին ստախոս հանեք։ Դուք պատկերացեք այսօրն ենք ընկել 21-րդ դարում կրոնապետությունը այսօր սխալը հանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին ամեն օր։ Ժողովուրդ, բայց մենք հույսեր ենք կապել, չէ՞ Ամերիկայի հետ։ Այդ հույսերը են չէ՞ ջախջախում։ Մենք ասել ենք ձեր արժեքները տարածում ենք, ուզում ենք մենք այդ արժեքներով առաջնորդվենք։ Ամերիկյան հրաշքը ոչ թե ուզում ենք Ամերիկայում վայելենք, ամերիկյան հրաշքը ուզում ենք Հայաստանում ունենանք։ Ժողովուրդ, այս ինչ եք անում։ Իրանի արտգործ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայել Բաղային հայտարարել է. Իրանի եւ ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն չկա, ինչպես որ չի եղել Իրանի դեմ անօրինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Անցյալ բոլոր այս 25 օրերի ընթացքում ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձը Իրանի համար աղետալի է, ասել է Բաղային։ Իդեպ այնպես չի որ մենակ Բաղային ասել, Աբազ Արաղչին էլ վերջերս հենց նույն բովանդակությամբ ուզում ասել սա հետևողական է, մի օրվա երկու օրվա հարց չի։ Իրանի արտգործնախարար Աբազ Արաղչին հայտարարել է. մենք չենք ձգտում կրակի դադարեցման, որովհետև չենք ուզում, որ այս սցենարը որոշ ժամանակ անց կրկնվի։ Մենք ուզում ենք, որ պատերազմը դադարի ամբողջությամբ եւ ընդմիշտ։ Մենք չենք հավատում կրակի դադարեցմանը։ Մենք հավատում ենք պատերազմի ավարտին։ Ահա, սա էլ Աբազ Արաղչիի կարծիքը, բայց այսօր չի ասել։ Ուզում եմ ասեմ, այս մարդիկ հետևողական ասում են, մենք չենք ուզում դա։ Աբազ Արաղչին ինչ է ասում։ Իրանն ակնկալում է, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամները, հատկապես Ռուսաստանը եւ Չինաստանը, թույլ չեն տա ԱՄՆ-ին այսուհետ եւս չարաշահել իր դիրքը խորհրդում եւ կզբաղեցնեն ամուր դիրքորոշում դատապարտելով Ամերիկա-իսրայելական ագրեսիան մեր երկրի նկատմամբ։ Իդեպ մի խնդիր է Իրանը առաջ քաշում, որ նաեւ վտանգավոր է մեզ համար։ Իրանը ոչ միայն ասում է Ռուսաստանին, Չինաստանին, Իրանն ասում է բոլոր հարևաններին, դատապարտեք Իսրայելի եւ Ամերիկայի ագրեսիան։ Դա պահանջում է Թուրքիայից, դա պահանջում է Ադրբեջանից, դա պահանջում է Հայաստանից, թեկուզ Հայաստանը վիճ չի առնում։ Հիմա տեսեք, անմիջապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է. Նեթանյահուի գլխավորած սպանդի ցանցը հանուն տարածաշրջանային խաղաղության եւ հանուն մարդկության պետք է արդեն անհապաղ կանգնեցվի։ Յուրաքանչյուր երկիր այս հարցում պետք է քաջ եւ նախաձեռնողական դիրքորոշում դրսեւորի։ Քանի դեռ ավելի մեծ ավերածություններ տեղի չեն ունեցել, քանի դեռ ավելի շատ այրուն չի թափվել եւ թշնամանքն ավելի չի խորացել, ինչպես նաեւ նախքան համաշխարհային տնտեսության մեջ տարիների վերականգնում պահանջող վնասների առաջացումը։ Այս անիմաստ եւ անօրինական պատերազմը պետք է ավարտվի։ Խնդիրը ինչն է, որ եթե Իրանը նման պահանջ դրեց, Հայաստանի համար հեչ ցանկալի չի, որ ինքը դատապարտի Ամերիկային ու Իսրայելին, ինչքան ուզում է ինքը ներքուստ մտածի, որ նրանք սխալ են վարվում, բայց դա մենք կարող ենք ասել, ես ո պետական պաշտոնյա չեմ, բայց իշխանությունը պետք է դնի դատապարտի Ամերիկային, Իսրայելին, որինչ, կամ էլ դատապարտի Իրանին, որինչ։ Ընդհանրապես չպետք է գնար Իրանի գիրկը ընկներ ու ասեր քո այդ ռազմավարական գործընկերություն բան, Իրանն էլ ասե ես եմ քո անվտանգության երաշխավորը, թույլ չեմ տալիս, որ Թուրքիան
Արմենիան ու Ադրբեջանը մտնեն, բայց դու էլ քեզ պետք է խելոք պայես, որ Ամերիկան էլ չմտնի։ Մենք մտանք անիմաստ տեղը պարտավորության տակ եւ Իրանը կարող է շատ հանգիստ մեզ ասի. դե դատապարտի Ամերիկային, Իսրայելին, իսկ Հայաստանը դա չի կարող անել։ Հա, Իսրայելին նույն անգամ դատապարտեց բանի Իրանի պահանջով, բայց դրանից հետո հիմա երկրորդ անգամ վտանգավոր կլինի, որովհետեւ Տրամպը շատ է թաթախվել այս ամեն ինչի մեջ։ Իրանի խորհրդարանային խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է Վաշինգտոնին չփորձարկել Իսլամական Հանրապետության վճռականությունը պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը։ Այն բանից հետո, երբ հաջողվեց, որ Միացյալ Նահանգներն ավելի շատ զորքեր է ուղարկում Մերձավոր Արևելք, մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շարժումներին, մասնավորապես զորքերի տեղակայմանը, ընդգծելով, որ ցանկացած սխալ հաշվարկ կարող է աղետալի հետևանքներ ունենալ, այնինչ գեներալները կոտրել են, զինվորները չեն կարող շտկել։ Փոխարենը նրանք կդառնան Նեթանյահուի մոլորությունների զոհը, նշել է Ղալիբաֆը։ Այսինքն այս երկրի հետ են հիմա Ամերիկան ասում բանակցություններ ենք վարում։ Դուք ստեղ բանակցության օդ մթնոլորտ տեսնում եք։ Նույնիսկ եթե այդ բանակցությունները ասենք, որ ինչ որ գաղտնի ինչ որ բանի մասին են խոսում, չի երևում դա։ Ծայրը չի երևում։ Իսկ դա ասեցի, որ գնալով վտանգը կարող է մեծանալ։ Եվ մի բան էլ եթե հասցնեմ, հիմա այս արագ ասեմ, հետո մնացը վաղը կխոսենք։ Ֆրանսիայի բանակի շտաբի պետ, բանակի գեներալ Ֆաբիեն Մանդոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դարձել է անկանխատեսելի դաշնակից, եւ դա անդրադառնում է Ֆրանսիայի անվտանգության եւ շահերի վրա։ Մեզ զարմացրեց ամերիկացի դաշնակիցը, որը մնում է դաշնակից, սակայն ավելի ու ավելի անկանխատեսելի է դառնում եւ նույնիսկ չի բարեհաճում մեզ տեղեկացնել ռազմական գործողություններ սկսելու իր որոշումների մասին։ Մենք միջամտեցինք Աֆղանստանում ամերիկացիների խնդրանքով, որոնք վկայակոչեցին ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածը, եւ նրանք որոշեցին դուրս բերել իրենց զորքերը առանց մեզ տեղեկացնելու 2021 թվականի մասին է խոսքը 2021-20 տարի նրանք որոշեցին միջամտել Մերձավոր Արևելքում առանց մեզ ծանուցելու, ասել է գեներալ Մանդոնը։ Հիմա էլ կանգնել ասել են մտում եք պատերազմ։ Ի կանգնեց հեգնանքով Դոնալդ Տրամփն ասեց, որ ինչի պետք է ոնց որ Ճապոնիայի նախաբանի վարչապետին ասեց, ինչի դուք մեզ զգուշացրել եք, որ հարձակվել եք, մենք այդ հանկարծակի ենք բերել։ Հանկարծակի բերեցին, որ մեծ էֆեկտ ունենան, մտածեցին, որ գործընկերներից արտահոսք կգնա, չհարգեցին իրանց գործընկերներին, հետո տեսան, որ մոտները չի ստացվում, դիմեցին գործընկերներին, նրանք էլ ասին հաջողություն։ Հիմա էլ ասում են դուք անկախատեսելի գործընկեր եք։ Հիմա էլ ասում է գործընկերներ, բա մեզ մենակ եք թող եկեք մասնակցեք։ Բա ուզում էր ամբողջ փառքը քեզ վրա վերցնես, հաղթանակած գնացել ես, Իրանը գրավել ես ողջևորված, տեսար չստացվեց, հիմա արդեն մեղքը գցեցիր դաշնակիցների վրա, հետո էլ տեսա, որ արդեն չի ստացվում, ասեց ժողովուրդ ջան, այդ փառքը հաղթանակի իմն է, բայց հանկարծ սխալների պատասխանատուն մաննա պատերազմի նախարարն է։ Հանկարծ չմտածեք ես եմ, ոնց ես հաղթող մարդ եմ, այ ախպեր։ Այդ սխալներն է ուրիշների վրա, հաղթանակը իմն է։ Այսինքն այս վիճակում է մեր աշխարհի անկայունությունն ու անորոշությունը, որի պարագայում խոսել, որ հնարավոր է խաղաղություն ապահովել, քիչ շատ անլուրջ է, էլի ժողովուրդ ջան։ Ուղղակի շատ պետք է չհարգես քո հասարակությանը, որ փորձես նրա զգոնությունը բթացնես։ Դե ինչ այսօր այսքանը դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։